օգտագործել։ Որ օրակարգում։ Տարբեր զրույցների ժամանակ այդ թեմաների շուրջ քննարկվել ենք, բայց ասենք պաշտոնական տենց օրակարգում այդպիսի հարցադրումներ մենք տակավին չենք քննարկել։ ԱԱԾ-ի հետ կապված ես հանդիպել եմ երկու անգամն էլ հրապարակայնացված է եւ դրա մասին ասել եմ, ես իհարկե կապ չեմ ունեցել դրանց հրապարակման հետ, տարբեր լրատվամիջոցներ այդ մասին ինձ համար անհասկանալի ճանապարհով տեղեկացել են, թե ում հետ եմ հանդիպել, ինչպես եմ հանդիպել, ես չեմ ցանկանում անուններ հիշատակել, բայց արդյունքը դուք տեսնում եք։ Ինձ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Ինձ հետ զրույց է եղել, ես ասել եմ իմ համոզումները, իրենք ասել են իրենց համոզումները, եւ մենք ինչպես Այսինքն, չէ, ինչի շուրջ, իմ դիրքորոշումների շուրջ, իմ արտահայտած դիրքորոշումների շուրջ, ես արտահայտել եմ իմ տեսակետները։ Խնդրեմ, ներողություն եմ խնդրում, մենք նաև ժամանակի խնդիր ունենք եւ լիքը մարդ այստեղ արդեն նեղանում է, որ իրենց հարցերը չեն հնչում։ Խնդրում եմ, տպված կա չեմ հիշում, խնդրում եմ, հերթականությամբ, որը որ ես տեսել եմ, ես կհրավիրեմ պատասխանեք։ Սկսենք նրանից, վեհապարը մենակ է մնացել, թե ոչ։ Իհարկե վեհապարը մենակ չի մնացել։ Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն արել, իսկ վեհապարի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը դեսանելի դարձնելու համար անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են վեհապարի շուրջ եւ ավելին ասեմ ձեզ,
Եթե անգամ վեհապարը ստեղծվի իրավիճակ, եթե անգամ այդպիսի իրավիճակ չի լինելու, մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է որևէ մեկը, որևէ ձևով չի կարող համարել, որ վեհապարը պաշտոնաթող է եւ վեհապարը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես նորից եմ ասում, վեհապարին աջակցողների բանակը մեծ է, վեհապարի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։ Հիմա ինչ վերաբերում է նրան, թե ինչու այն եպիսկոպոսները ուրեմն հանդես եկան եկեղեցու եւ եկեղեցականների կամ կաթողիկոսի դեմ։ Ես այն իրողության մեջ, որ կաթողիկոսը հովանավորել է իրենց, կոծկել է իրենց մեղքերը եւ դա եղել է պատճառներից մեկը, որ այսօր իրենք հանդես են եկել այսպիսի կեցվածքով, ես դրանց մեջ կապ չեմ տեսնում, որովհետեւ ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ այն, ինչ որ մենք իրականացրել ենք այդ գործընթացների շրջանակներում իրենց նկատմամբ, դա եղել է ճիշտ, դա եղել է օբյեկտիվ, եւ դա, եթե հնարավորություն լինի նորից այդ երևույթների վերաբերյալ գնահատում իրականացնել, ես ինքս նույն ձևով կվարվեի, ինչպես մինչև հիմա վարվել եմ։ Իրականացվել են քննություն, ուսումնասիրություն եւ այդ ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել իրենց պաշտոնավարությունը այս կամ այն տեղում իրականացնելու համար։ Ես այդ առումով որևէ խնդրեմ չեմ տեսնում, խնդիրը նրա մեջ կոծկում չի եղել, քննություն ա եղել, քննությունների արդյունքում եղել է որոշում։ Կոծկում չի եղել։ Մենք արել ենք այն, ինչ որ այդ պահին քննության արդյունքներով Երևան ա եկել։ Հիմա տեսեք, մենք ուսումնասիրություն ենք արել եւ ես ձեզ ասում եմ, այդ թեմաները մենք հեռու ենք այն մոտեցումները կիսելուց, որ պետք է այդ կարգի թեմաները հանրային քննարկման առարկա դարձնել։ Հիմա դուք ինչ գիտեք մենք ինչ ենք արել։ Մենք գործընթաց իրականացրել ենք եւ այդ գործընթացի շրջանակում կատարված ուսումնասիրությունների հիման վրա ինչ որ պետք է արվել է։ Հիմա թե ինչպես են այս անձերը իրենց դրսևորում, բացարձակապես դրա հետ կապ չունի։ Դա իրենց խղճի խնդիրն է, որին կարծում եմ հանրությունը համարժեք գնահատական տալիս է, տվել է եւ կտա։ Եվ ես էլ քիչ առաջ բնորոշեցի դա համապատասխան բառով։ Այն ինչ որ իրենց կողմից արվել է, դա դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթակույց քայլ։ Տեսեք, ես զուգահեռները մի քիչ տեղին չեմ համարում։ Տեսեք, ես որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունեմ, որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունեմ, միգուցե մարդիկ ունեն այդպիսի զգացումներ, բայց այդպիսի զգացում թշնամական իմ նկատմամբ ունենալը ավելի շատ կարծում եմ բնորոշում է իրանց, քան թե ինձ, իրենց պետք է հարցնել, վայ ջան։ Երկրորդը խորքային պատճառներ ունեն, թե չունեն։ Կարող է ունեն, կարող է չունեն։ Ես քիչ առաջ հիշատակեցի, որ առնվազն տարօրինակ է, որ եկեղեցու դեմ իրականացվող այս հակաօրինական, հակասահմանադրական արշավին որևէ պատշաճ գնահատական չի տրվում միջազգային հանրության կողմից կամ համենայն դեպս դեսպանատների կողմից։ Դա այն դեպքում, երբ որ ինչ որ այսպես կոչված իրավունքների պաշտպան, եթե
10 տարի առաջ որպես բողոքի արտահայտություն ուղղակի ասֆալտին պարկեր, դեսպանատները ուղղակի համաշխարհային աղմուկ էին անում։ Սա տարօրինակ չի, սա ինչ-որ բաների մասին չի խոսում։ Ամենայն հավանականությամբ, բայց ես փորձագետ չեմ եւ ընդհանրապես կարող եմ ուղղակի երևույթներից դատելով որոշակի ենթադրություններ, կասկածներ արտահայտել։ Տեսեք, ինքը process-ը ամբողջապես հակաիրավական է։ Հակաիրավական process-ը իրավական լուծում չի կարող ունենալ, որովհետև արդեն իսկ այն ամենը, ինչ որ կատարվում է եկեղեցու դեմ, իրավականության ժխտում է, իրավաբանության ժխտումն է։ Ես այստեղ իրավական լուծում չեմ տեսնում։ Սա ուղղակի ակնհայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված գործողությունների շարք է եւ դրան իրավունքով հակադրվելը կարող է որոշակի ինչ-որ արդյունքներ ունենա, բայց ամբողջապես չի պարատելու մեր մտահոգությունները։ Այստեղ խնդիրը ոչ իրավական առումով, ոչ կանոնական առումով, ոչ եկեղեցաբանական առումով որևէ ձևով արդարացված չէ քաղաքական կամ արտաքին որևէ ուժի միջամտությունը եկեղեցու կյանքից ներս։ Որ պահից սկսված եկեղեցում գործընթացները իրականացվեն արտաքին ճնշումների ազդեցության ներքո, այդ պահից սկսված եկեղեցին դադարում է մնալ իր առաքելության մեջ, որովհետև դա դառնում է սպասարկող արտաքին օրակարգերի եւ արտաքին ճնշումների։ Հանգուցալուծումը գիտեք ինչ, մեր եկեղեցին հիմա վերադառնան պատմությանը, չասեք որ վերադարձավ պատմությանը, այսպիսի հալածանքներ, արշավներ տեսել են։ Լուծումը դիմանալն է, դիմադրելն է եւ համբերատարությամբ զինվելն է։ Եվ օգտագործել խելամտորեն այն գործիքակազմերը, որոնք որ կան։ Իհարկե նաեւ դա հավատավոր ժողովրդի, հանրության աջակցությամբ եւ ակտիվ ներգրավվածությամբ։ Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ, որ ասեմ այսա անենք, այսա անենք, այսա անենք, սա գլոբալ խնդիր է, միայն եկեղեցու դեմ իրականացվող արշավի խնդիր չէ։ Հիմա վերջին 5-6 տարում համենայն դեպս պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ինչ լուծումներ ենք տեսնում, ինչ այլընտրանքներ ունենք, ինչ մոտեցումներ ունենք։ Մենք պետք է ստիպված լինենք նաեւ այս հարցերին պատասխանել։ Եթե մենք այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ եկեղեցու դեմ իրականացվող հարցերի հարձակումների դեմ պատասխանները կդժվարանան գտնել։ Լուծումը մեկն է։ Քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել, մեր երկրում պետք է շարունակի ներքին պառակտումը, մեր երկրում շարունակվելու է անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվության կորուստը։
լուծումը այս իշխանությունների օրակարգից հրաժարումն է։ Օրինական, սահմանադրական, ոչ բռնի, սա էլ շեշտեմ, ոչ բռնի ճանապարհներով։ Սա էլ շեշտեմ, որ իրանց այդ հաճույքը չպատճառեմ հաջորդ քրեական գործնել է թիմքով հարուցեն։ Միջազգային կառույցների ներկայացուցիչներին իհարկե առիթներ եղել են, ներկայացվել են, բայց ես չեմ կարծում, որ միջազգային կառույցներն ու ներկայացուցչությունները, եթե ցանկություն ունեն ակնհայտ հակաիրավական, հակասահմանադրական գործողություններին գնահատական տալու կարիք ունեն ինչ-որ մասնավոր ներկայացումների։ Երբ որ մարդիկ 16-17 թվականներին ասֆալտներին պառկում էին, կառավարության շենքի առաջ պաշտոնյաների դեմքին թքում էին կամ հարվածում էին կամ պաշտոնյաների նկատմամբ բանարգալից վերաբերմունք էին ունենում, ոչ մի միջազգային կազմակերպություն չէր սպասում, որ իրենց դիմեն։ Իրենք ուղղակի գլխապատառ նետվում էին այդ մարդկանց իրավունքները իբրև թե պաշտպանելու։ Իսկ ուր են այսօր այդ մարդիկ։ Երբ որ եռաբլուրում ուրեմն ծեծվում են զոհվածների ծնողներ, երբ որ կանանց են խոշտանգում, երբ որ կանանց են ծեծում, ուղղակի որ եթե Գիտեք, հիմա հեսա պատասխանը եղավ Զարա ջան, մի մասը գործում են, մի մասը չեն գործում, դրանք երկրորդական են, հիմա այդ գործում են, չեն գործում, էական է այստեղ ինչ է, ես ես ասում եմ, մեր միջև եղել է հանդիպում, ինձ չեն կանչել, և կանչելը հեռախոսով չի լինում, ծանուցագիր չի եղել, որ ես գնամ ներկայանամ, պարզ հանդիպում է եղել, որը կարող է լինել ինչպես Էջմիածնում, այնպես և Երևանում, եղել է հանդիպումը ոչ իմ նախաձեռնությամբ, այդ հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ իմ մոտեցումները, իմ տեսլականը, իմ գաղափարները, իմ դիրքորոշումները, իրենք արտահայտել են իրենց մտահոգությունները, իմ մոտեցումները, իմ դիրքորոշումները չեն փոխվել, բայց նաև ես հասկանում եմ, որ այն անձինք, ովքեր որ ներգրաված են այդ ծառայության մեջ, ազատ չեն որոշակի քաղաքական ուրեմն օրակարգերի սպասարկումից։ Ես դա ըմբռնումով եմ մոտեցել, ըմբռնումով եմ մոտենում, և ես որևէ ձևով մեղադրանք չունեմ իրենց նկատմամբ, իրենք իրենց ծառայության մեջ են եղել, եթե իրենք ծառայական պարտականություններն էլ գերազանցել են, դա որևէ ձևով չի ներգործել իմ վարքագծի վրա։ Կուզեիք ընդմիջում անենք մի 10 րոպե երեխեք, հա? Խնդրում եմ միկրոֆոնը փոխանցեք այստեղ, ես գիտեմ, որ դուք հիմա ինձանից բոլորդ նեղացած եք, կարծում եք անարդար է,